Գյուրջան Կասկադ, հասանելի բնակարաններ 65 ամիս մարման ժամկետով։ Նիկոլ Փաշինյանը իր տելեգրամյան ալիքում հայտարարել է Մայրաթոր Սուրբ Էջմիածնի վեհարանը ազատելու եւ կաթողիկոսական նոր ընտրություններ կազմակերպելու անհրաժեշտության մասին։ Այդ նպատակով նա առաջարկել է ձևավորել համակարգող խումբ հավատացյալներից, ովքեր համապատասխանում են մի շարք հոգեվոր չափանիշների։ Խմբի առաջին անդամներին կընտրի ինքը, ապա խումբը կշարունակի ինքնակազմակերպվել։ Ադրբեջանը եւ Թուրքիան հունիսի 12-ից 19 անխորտակելի եղբայրություն հրամանատարաշտաբային զորավարժություններ կանցկացնեն Նախիջևանում, հայտնել է ադրբեջանական լրատվամիջոցը։ Երկու երկրների սահմանին գտնվող կամրջի վրա տեղի է ունեցել դրոշների փոխանակում, ասվում է Թուրքիայի ազգային պաշտպանության նախարարության հայտարարության մեջ։ Ռուսաստանի Դաշնության նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկին նախազգուշացրել է, որ առանց Ուկրաինայի հետ լիարժեք խաղաղության պայմանագրի զինադադարը կարող է հանգեցնել նոր էսկալացիայի։ Դա կլինի, գիտեք, ինչպես Հայաստանի եւ Ադրբեջանի միջև, երբ կար վիճելի տարածք Ղարաբաղը, այդ տարածաշրջանը կվերածվի հսկայական Ղարաբաղի, մի տարածքի, որը ոչ մեկի կողմից չի ճանաչվում։ Դա ճանապարհ է դեպի նոր էսկալացիա, եւ Մոսկվան չի ցանկանում, որ նման մի հսկա Ղարաբաղ ստեղծվի, ինչը կարող է հանգեցնել անգամ միջուկային պատերազմի։ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը քննադատաբար արձագանքել է այս հայտարարությանը, շեշտելով, որ Ռուսաստանը միշտ ճանաչել է եւ շարունակում է ճանաչել Ղարաբաղը որպես Ադրբեջանի անբաժան մաս։ Իրանի գերագույն առաջնորդի խորհրդական Ալի Աքբար Վելայաթին հայտարարել է, որ Իրանը վճռական գործողություններով խափանել է Զանգեզուրի միջանցքի բացման փորձը, որը նախատեսվում էր Նախիջևանը կապել Ադրբեջանի հետ Հայաստանի տարածքով։ Վելայաթի խոսքով այդ նախագիծը վտանգ էր Իրանի եւ Ռուսաստանի շրջափակման համար, իսկ ԱՄՆ նախկին նախագահ Բայդենն ասել էր, որ ամեն ինչ պատրաստ է մեկնարկի համար։ Հայաստանն ու Իրանը ժամային սլաքներն են ճշգրտում առաջիկայում Հայաստանում կարևոր հանդիպումներ են սպասվում։ Մեր երկրի արտաքին գերատեսչությունը հայտարարեց, որ հարևան Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքյանը կժամանի Երևան։ Երկու երկրների ղեկավարների հանդիպում տարբեր առիթներով ու տարբեր ձևաչափերով շատ են եղել։ Նախագահ Փեզեշքյանի այցը Հայաստան առաջինն է լինելու Իրանի նախագահ դառնալուց հետո։ Քաղաքագետների ու վերլուծաբանների դիտարկմամբ շարունակվում է Երևանի եւ Թեհրանի միջև երկխոսությունը ամենաբարձր մակարդակով, փոխայցելությունները եւս պարբերական են։ Փեզեշքյանի այցը Հայաստան ըստ վերլուծաբանների կարևոր է նաեւ այն առումով, որ քննարկվելու են տարածաշրջանային անվտանգային առանցքային հարցեր։ Մենք անվտանգությունի առումով, որ ամենակարևորը եւ ռազմավարականը մեր երկու երկրների համար նոր համագործակցություններ են սկսել Իրան եւ Հայաստանը վերջերս հավատեղ զորավարժություն արեցին եւ Իրանի պաշտպանություն նախարարը այս կատարեց Հայաստան եւ մենք գարային արձանագրենք, որ Իրան-Հայաստանի հարաբերությունները անվտանգությունի ոլորտում նոր փուլ են մտնում, նաեւ մենք բարձր ենք գնահատում մեր քաղաքական հարաբերությունները, դիպլոմատական կապ։ Փեզեշքյանը ապրիլի վերջին էր մեկնել նաև Բաքու, Ալիևի հետ Արցախի թեման եւս քննարկվել էր։ Իրանի նախագահը միաժամանակ հայտարարել էր, որ տարածաշրջանային հարցերը պետք է տարածաշրջանային երկրները կարգավորեն։ Մենք չպետք է թույլ տանք, որ այլոք մեզ միմյանց դեմ հանեն։ Ըստ իրանցի վերլուծաբան քաղաքագետների Իրանի համար հայ-իրանական սահմանը շարունակում է կարմիր գիծ մնալ։ Իրանի բարձրագույն պաշտոնյաների մակարդակով հայտարարվել է, որ այդ սահմանների վրա ոտնձգությունները Իրանն անարձագանք չի թողնի։ Հայաստանն ու Իրանը քաղաքական ու դիվանագիտական հարաբերություններին նոր թափ տալուց զատ կարևորում են նաև տնտեսական կապերի զարգացումն ու ամրապնդումը։ Երկու երկրները նախատեսում են ավելի բարձրացնել վերջին տարիներին առևտրաշրջանառությունն ու ներդրումային ցուցանիշները։ Իրան եւ Հայաստանը տնտեսական առումով 300 միլիոն դոլարից առևտրաշրջանություն տարեկան հասցնեն 700 միլիոն դոլարի եւ շուտով երկու երկրները նպատակ են դրել, որ հասնեն 1 միլիարդ եւ դրանից հետո 3 միլիարդ դոլարի։ Այս օրերին ակտիվորեն պետք է աշխատել նաև Սյունիքում գտնվող Իրանի հյուպատոսությունը։ Փեզեշքյանի այցի ժամանակ տնտեսական ձևաչափով քննարկումներ են լինելու, թե ինչպես անել, որ Սյունիքում իրանական ներդրումներն ավելի մեծ մասշտաբների հասնեն։ Այդ առումով նախատեսվում են նոր տնտեսական ծրագրեր եւ Իրանում եւ Հայաստանում։ Բաքվի մեդիան լեփլեցուն է արևմտյան Ադրբեջան նարատիվով։ Ալիևը գրոհում է քարոզի բոլոր ուղություններով աշխարհով մեկանում սեփական նկրտումները։ Լրագրող համարվող այս տղան ասում է, եթե Հայաստանում կարծում են, թե Ադրբեջանի պահանջների կատարումը կբերի նրան, որ իրենք կհրաժարվեն արևմտյան Ադրբեջան հայեցակարգից, ապա չարաչար սխալվում են։
Баку требует восстановления прав сотен тысяч азербайджанцев. Բաքուն պահանջում է վերականգնել 100 հազարավոր ադրբեջանցիների իրավունքները, որոնք վտարվել են էթնիկ զտումների արդյունքում։ Երևանում հավանաբար հույս ունեն, որ եթե հասնեն խաղաղության համաձայնագրի ստորագրմանը, Բաքուն կհրաժարվի այդ պահանջից, իսկ Երևանը կհրաժարվի Մինսկի խմբի ծառայություններից։ Դրա մասին Հայաստանը թող նույնիսկ չի երազի։ Մասնագետները հորդորում են նրանց հերուն գնացող այս հանդգնությունը չարհամարել, կամահրանքով չվերաբերվել։ Ադրբեջանցիները նույնիսկ հայերին վարկաբեկող ֆոտոնյութեր են հավաքել Հայաստանի տարածքում։ Այս լուրը կայծակի արագությամբ տարածվեց հայկական մեդիայում։ Բաքվում մի ֆոտոալբոմ են հրատարակել, որը ներկայացնում է Հայաստանի գյուղերը, որտեղ ժամանակին իբր ադրբեջանցիներ են բնակվել, եւ Ալիևի վարչակազմը մտադիր է վերադարձնել։ Մուսա Մերջանլի անունով հրատարակիչը հայտարարել է, որ կես տարվա ընթացքում մի քանի խումբ լուսանկարիչներ են գործուղվել Հայաստան հայերին վարկաբեկող ֆոտոնյութերը հավաքելու համար։ Օտարերկրացի լուսանկարիչներ են վարձել, ովքեր իմացել են անշուշտ, թե ինչ նպատակով են օգտագործվելու այդ լուսանկարները։ Մինչև կպարզվի, թե որ օտարերկրացիներն են եղել եւ ինչպես է հաջողվել հայկական գյուղերում նկարահանումներ անել, հարկ է ֆիքսել, որ այդ նյութերն օգտագործում են ազգամիչյան թշնամանք հրահրելու համար։ Ուստի սա քրեական հանցագործություն է։ 3 տարի է նրանք Արևմտյան Ադրբեջան կոչված կայքն են գործարկել։ Այդ անունով նույնիսկ հեռուստատեսություն ունեն, ՀԿ-ներ են աշխատեցնում, ամբողջ հայկականը ադրբեջանական են ներկայացնում, ցնդաբանում են, թե Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքը իրենց պատմական հողն է։ Այս համապատկերում հայ մասնագետները տարակուսած են, հայկական կողմից հակընդդեմ որևէ պահանջ կա, օրինակ արցախայերի վերադարձի վերաբերյալ, հատկապես եթե պնդում են, թե խաղաղության համաձայնագրի տեքստում ոչ մի միակողմանի զիջում չկա։ Նրանք ամբողջը միակողմանի արդեն ես իմ քանի հատ պահանջ եմ Հայաստանին ասել, որ Հայաստանը բավարարի։ Օրինակ այսպես կոչված արևմտյան ադրբեջանցիների վերադարձ։ Էբա մենք օրինակ արցախցիների վերադարձ պահանջում ենք, կամ նրանք միակողմանի պահանջում են ապառազմականացում ու գրված զենքերի վերադարձ եւ այլն։ Մենք դա պահանջում ենք իրենցից, կամ այդ խաղաղության պայմանագիրը ծածկելու է այդ հարցերը։ Ասենք Արցախին վերաբերող բոլոր կազմակերպությունները փակել, այսպես կոչված ֆաշիզմի տակ չգիտես ինչ պահանջներ են կեղծիքներով բացարձակ մանիպուլյացիան առաջ տանելու մենք ունենք, չունենք դա մենք Ադրբեջանը թույլ կտա մենք իր հետ կնքվող պայմանագրի մեջ այդպես ինչ որ կետեր նախատեսենք իհարկե չէ։ Ալիևը իդեպ այս թեզերի թափավնիվը սկսեց պտտել 2022-ի հոկտեմբերին Պրահայում Արցախը Ադրբեջանի մաս ճանաչելուց 2 ամիս հետո 22 թվականի դեկտեմբերի 24-ի իր ելույթով։ Եկեք միասին աշխատենք Արևմտյան Ադրբեջան վերադառնալու ուղղությամբ։ Հիմա, երբ Ղարաբաղյան հակամարտությունը լուծվել է, սա մեր օրակարգային հարցն է։ Մասնագետները չեն էլ կասկածում, սա ակնհայտ քաղաքական զավթողական ծրագիր է մեր պետությանը տարածքին նրանք ցուցադրաբար այլանուն են տալիս, անթակույց են հաստատում ձգտումը դեպի Հայաստան, որ իրենց խնդիրը միայն Արցախը չէր։ Զավթիչը մոռանում է, որ Ադրբեջանը ստեղծվել է ընդամենը 1918-ի մայիսի 27-ին, չի տեսնում, որ Հայաստանի ամենատարեց տատիկը Ադրբեջանից ավելի ալեհեր է։ Ֆրանսիայում աշխատանքային այցի շրջանակներում Վահագն Խաչատուրյանը հանդիպել է ՄԱԿ-ի կենսաբազմազանության կոնվենցիայի գործադիր քարտուղարի հետ, քննարկվել է 2025-ին Երևանում կայանալիք COP17 համաժողովի կազմակերպման ընթացքը։ Նախագահը վերահաստատել է Հայաստանի պատրաստակամությունը բարձր մակարդակով անցկացնել միջոցառումը, կարևորելով դրա դերը միջազգային գործակցության խթանման մեջ։ Օվկիանոսի հարցերով ՄԱԿ-ի 3-րդ համաժողովի շրջանակում արտաքին գործերի նախարար Միրզոյանը ստորագրել է ծովային կենսաբազմազանության պահպանման եւ կայուն օգտագործման վերաբերյալ միջազգային համաձայնագիրը։ Սա առաջին նման փաստաթուղթ է, որն ընդգրկում է ազգային իրավազորությունից դուրս ջրային տարածքները։ Նույն օրը համաձայնագիրը ստորագրել են 18 երկիր, իսկ ստորագրողների թիվը հասել է 134-ի, 50 պետություն այն արդեն վավերացրել է։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները եւ Իրանը կշարունակեն բանակցությունները միջուկային համաձայնագրի շուրջ, հավելելով, որ Թեհրանը դժվար բանակցող է եւ համաձայնագրի կնքման հիմնական խոչընդոտը ուրանի հարստացումն է։ Իրանը հայտնել է իր կարծիքը գործարքի վերաբերյալ, դա պարզապես անընդունելի է, ընդգծել է Թրամփը։ ԱՄՆ նախագահը հայտնել է նաեւ, որ Իսրայելի վարչապետ Նեթանյահուի հետ քննարկվել է նաեւ Իրանի թեման եւ հավելել, որ զրույցը լավ է անցել։ Լոս Անջելեսի ոստիկանությունը հունիսի 10-ին լուսարձակող նռնակներ է կիրառել միգրանտների դեմ ռեյդերներին ընդդիմացող ցուցարարների դեմ։ Մեկ ցուցարար ոտքի վնասվածք է ստացել, սակայն հրազեն ոստիկանների մոտ չի նկատվել։ Բողոքի ակցիաները շարունակվում են տարբեր հատվածներում։ Քաղաք է ժամանել 700 ծովային հետևակային, իսկ ազգային գվարդիայից ներգրավվել է մոտ 2000 սպա։
Ռուսաստանը շահեդ ԱԹՍ-ներով եւ հրթիռներով հարվածել է Օդեսային եւ Կիևին։ Օդեսայում վնասվել է ծննդատան վարչական մասը, զոհվել է 59-ամյա տղամարդ, կան վիրավորներ։ Կիևում ԱԹՍ-ների բեկորները ընկել են 6 շրջաններում, քաղաքը հայտնվել է զանգվածային հարձակման թիրախում։ Լոնդոնում շարունակվելու է Ամերիկայի եւ Չինաստանի բարձրաստիճան պաշտոնյաների միջև սկսված առևտրային բանակցությունը։ Կողմերը փորձելու են առաջընթացի հասնել հատկապես հազվագյուտ եւ մետաղների արտահանման վերահսկման հարցում։ ԱՄՆ պատվիրակությունը գլխավորում է Միացյալ Նահանգների ֆինանսների նախարարը։ Ռուսաստանի անվտանգային դաշնային ծառայության աշխատակիցները ձերբակալել են մի ռուսաստանցու, որը ուկրաինական հատուկ ծառայությունների հանձնարարականով Նովորոսիսկիի մարդաշատ վայրում ահաբեկչական հարձակում էր պլանավորում։ Տղամարդը մտադիր էր պայթեցնել էներգետիկ օբյեկտներից մեկի վարչական շենքը։ Ռազմական գործողությունների ընթացքում զոհված ուկրաինացի զինվորականների դիերի Կիևին փոխանցման առաջին փուլի տապալմանն ու Ստամբուլում ձեռք բերված պայմանավորվածությունների կատարմանն է անդրադարձել Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչ Պեսկովը։ Ռուսաստանը պատրաստ է կյանքի կոչել ձեռք բերված պայմանավորվածությունները, սակայն ուկրաինացիների մասին նույնն ասել չեմ կարող, հայտարարել է նա։ Ամերիկայի Միացյալ Նահանգների Թենեսի նահանգում ուղևորատար ինքնաթիռ է կործանվել, ըստ տեղեկության ներսում եղել է 16-ից 20 մարդ։ Վիրավորներից մի քանիսը ուղղաթիռով տեղափոխվել են մոտակա հիվանդանոցներ։ Ինքնաթիռը վթարի է ենթարկվել Քոֆիի շրջանում։ Պրոֆեսոր Արմեն Չարչյանի քրեական գործը, որը տևել է 4 տարի, վերջնականապես ավարտվեց։ Վճռաբեկ դատարանը մերժել է դատախազի բողոքը եւ Չարչյանի նկատմամբ պայմանականորեն չկիրառված 4 տարվա ազատազրկման պատիժը մնացել է ուժի մեջ։ Նա չի ազատազրկվի։ Չարչյանը մեղադրվում էր բժշկական կենտրոնի աշխատակիցներին ընտրություններին մասնակցելու եւ որոշակի կողմ քվեարկելու համար հարկադրելու մեջ։ Քննչական կոմիտեն հայտնում է, որ Արմավիրում ապօրինի ձեռնարկատիրություն եւ հողի փչացման դեպքով 2024-ի օգոստոսի 7-ին հարուցվել է քրեական գործ։ Ընկերությունը ձկնաբուծարան կառուցելու պատրվակով ապօրինի ավազակոպճային խառնուրդ է արդյունահանել եւ վաճառել պետությանը, պատճառելով ավելի քան 52 միլիոն դրամի վնաս, որը լիովին վերականգնվել է։ Նախաքննությունը շարունակվում է։ Պետական եկամուտների կոմիտեն բացահայտել է խաղատան հարկման բազաները խեղաթյուրելու եւ այդ ճանապարհով գործունեության իրական ծավալները թերհայտարարագրելու դեպք։ Ծաղկաձոր քաղաքում գործող խաղատունը շրջանցելով հարկային օրենսդրության պահանջները ընդունում է խաղադրույքներ եւ այդ գործարքները չի ներառում հաշվապահական հաշվառման մեջ ու հարկային մագնում չի հայտարարագրում։ Կատարված նախնական հաշվարկով խաղատան կողմից պետությանը վաճառվել է մոտ 887 միլիոն դրամի վնաս։